Կապանի բնակիչ Մերի Ներսիսյանը վերջերս մասնակցել է կանաչ խորհուրդների դաշնություն էկոակտիվիստական շարժման կազմակերպած դասընթացին ու շատ տպավորվել։ Ասում է, ընտրություններից առաջ այսպիսի իրազեկող հանդիպումներ կազմակերպելն անհրաժեշտ է, հատկապես հեռավոր բնակավայրերում, որովհետև նախընտրական շրջանում կեղծ ու մոլորեցնող լուրերի պակաս չի լինում։ Իբրև թե 300 ադրբեջանցի պետք է գան բնակվեն Հայաստանում, մեկ այլ ուժ ասում է, որ ես 300 աշխատատեղ կբացեմ, մեկ ուժ ասում է Արցախը կվերադարձնենք առանց ցնցումների, շատ կան նարատիվներ, օրինակ մարդկանց մեջ շատ տարածված է միտք կամ նարատիվ երևի ավելի շատ, որ մեզնից բան կախված չէ կամ իմ մեկ քվեն ինչ կարող է փոխել։ Դա նաև ազդում է թեկուզ շրջապատին, թեկուզ հենց ինքը իր հուզական աշխարհի վրա ազդում է հենց այդ միտքը, որ չի կարող ճիշտ ընտրություն անել կամ առհասարակ ճիշտ կողմնորոշում ունենա մարդը։ Դա գալիս է հենց այդ նարատիվներից։ Ասում է, նախընտրական շրջանում Սյունիքում շատ շրջանառում են հատկապես պատերազմի Սյունիքը հանձնելու վերաբերյալ խոսակցությունները։ Նման լուրեր ավելի շատ հանդիպում է սոցիալական ցանցերում։ Ինքն ամեն լսած լուրի անմիջապես չի հավատում։ Գիտի դրանց հավաստիությունը ստուգելու միջոցների մասին։ Թող ճշտեն նյութի աղբյուրը, կեղծ նյութի աղբյուր է, թե իրականում ճիշտ նյութի աղբյուր է, ճշտեն հենց որտեղից է այդ նյութը, եւ տեսնեն արդյոք մեկ այլ կայքերում այդ նույն նյութը ինչպիսի հրապարակում ունի, գուցե եւ մի բառի, մի տարի փոփոխությունով այդ նույն նյութը ստացվում է մեկ այլ նյութ։ Թող դա էլ լինում է արդեն ապատեղեկատվության խնդիրն է, այդ ապատեղեկատվություններին պիտի մարդը չենթարկվի, այսինքն պիտի այնքան գրագետ լինես, այդ հարցին այնքան ճիշտ մոտիկություն ցուցաբերես, որ հասկանաս դա կեղծ է, ճիշտ է, ֆեյք է, նարատիվ է կամ մանիպուլյացիոն ինչ-որ խոսք է։ Մերի խոսքով առանց այն էլ հետպատերազմական շրջանում գտնվող մարդիկ բարձր հուզական վիճակում են գտնվում։ Նման խոսույթների ակտիվ շրջանառումը ել ավելի է ազդում մարդկանց տրամադրությունների վրա։ Նույն կարծիքին է նաև կանաչ խորհուրդների դաշնություն էկոակտիվիստական շարժման անդամ Անի Սարգսյանը։ Եվ այդ նարատիվները վախեր են ստեղծում մարդկանց շրջանում, որոնք որ իսկապես ազդում են նրանց որոշումների վրա, հատկապես այն մարդկանց, ովքեր որ դուրս չեն գալիս, տներում են հիմնականում լինում, հիմնականում հեռուստացույցով են նայում եւ խնդրում եմ, հորդորում եմ, մի հավատացեք սոցիալական մեդիայում տարածվող ապատեղեկատվությանը, անպայման ստուգեք աղբյուրը, ովքեր են գրում, ինչ նպատակ ունեն նրանք։ Անիի խոսքով ոչ բոլորը կարող են դիմագրավել ապատեղեկատվությանը, դրա համար հորդորում է լսած լուրին անմիջապես չհավատալ։ Քաղաքացու ձայնը Սյունիքի մարզի Կապան համայնքից։